Երբ մարդն արդեն բավականին երկար ժամանակ ապրում է որևէ հոգեկան խնդրի հետ, շատերը բուն խնդիրը տեսնում են հենց տվյալ խնդրում։ Բայց որքան էլ սա զավեշտալի հնչի, իրականում հաճախ խնդիրը հակառակն է լինում։ Բուժումն է վախեցնում։ Ոչ այն պատճառով, որ տուժածը չի ցանկանում ապաքինվել, այլ որ բուժումը ենթադրում է փոփոխություն։ Ես քեզ էլ կբուժեմ, տալով քեզ նորմալ ոտքեր։ Օ, պախչի, բեդդ քաշի, չես ջոգում կբռներ բանը կտանեն։ Փոփոխություն հարաբերություններում երբեմն նաև աշխատունակության մասով, իսկ հաճախ նաև արտոնյալ դիրքի կապված ստացվելիք ուշադրության, հոգատարության եւ խնամքի հետ։ Այս տեսանյութը հենց նրանց համար է, ովքեր իրենց հարց են տալիս. ինչու է բուժումը այդքան ձգձգվում, եւ ինչու են տուժածները ասում՝ «Տո լավ է, ուր անդե բժիշկ»։ Ինչ է նշանակում բուժում։ Երբ ասում ենք բուժում կամ ապաքինում, շատերը դրա տակ հասկանում են միայն ախտանշանների նվազում կամ դրանց լիակատար անհետացում։ Տրամաբանական հարցը է ով չի ուզում։ Բազմաթիվ տուժածների հարազատները պատասխանում են այդ հարցին։ Տո հենց ինքը, հենց հիվանդը չի ուզում, որ լավանա։ Ինչ ասես, որ չարեցինք, էլ մասնագետ չմնաց, որ մոտը չտանենք։ Մարդը չի ուզում լավանա ու վերջ։ Այո, տպավորություն է ստեղծվում, որ տվյալ անձը չի ցանկանում բուժվել։ Իսկ ինչու՞։ Թերևս հենց այստեղ մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը կոչվում է հիվանդության երկրորդային շահ։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Հիվանդության երկրորդային շահը նշանակում է բոլոր այն անուղղակի օգուտները, որոնք տվյալ անձը ստանում է առանց հիվանդությունն ինքնին ցանկանալու։ Որոնք են այդ օգուտները։ Ահա դրանցից մի քանիսը։ Օրինակ, ուշադրությունը կարևոր մարդկանց կողմից, որոշ պարտականություններից ազատումը, ընտանիքի անդամները կամ մտերիմներն ասում են դե հիվանդ է, իրան կայնի շատ չծանրաբեռնենք, ծանր բառներ թող չվերցնի կամ այսինչ կամ այնինչ բանը մենք կանենք, թող ինքը հանգստանա, իրան նեղություն չտանք, ինքը հիվանդ է, իրան պետքա չներվայնանալ։ Ամեն ինչ հիմնականում պատրաստ է լինում, սնունդը, տան գործերը, կա արդարացում առանձնանալու համար, օրինակ սենյակում ժամերով փակվելու, որտեղ ասում են դե շուտ է հոգնում, պիտի մի քիչ առանձնանա, մի քիչ հանգստանա։ Կարեք ցանքը, որ ասեն խեղճը, մեղ կա, շատ մեղ կա։ Հիվանդության երկրորդային շահը ամրապնդվում է մասնավորապես հետևյալ ավտոմատ մտքերի հիմքի վրա։ Ես իրավունք ունեմ ինձ վատ զգալ միայն այն ժամանակ, երբ հիվանդ եմ։ Հենց դզվեմ ամեն մեկը մի բան ուզելու է ինձնից։ Ինձ բանի տեղ են ընդհանրապես դնում միայն այն ժամանակ, երբ վրեսհալ չկա, երբ մեռած եմ ու թաղած չեմ։ Այդ վաղտ իմանում են ջանիս խադր ու խառնում են իրար։ Եթե դզվեմ, կկորցնեմ պաշտպանությունս ու արտոնյալ դիրքս։ Նման օրինակ մտավոր սխեմաները ազդում են սովորաբար անգիտակցաբար եւ տուժողին ներքուստ սպառակտում։ Մի կողմից մարդը ցանկանում է առողջանալ, մյուս կողմից վախենում է իր կարգավիճակի փոփոխությունից։ Հենց այդ ներքին երկատվածությունն էլ բացատրում է հետընթացները, ինչպես նաև դիմադրողականությունը թերապիայի նկատմամբ։ Շատերը կարծում են, որ հիվանդության երկրորդային շահը նշանակում է «Էս մարդն ուղղակի ուշադրություն է ուզում»։ Բայց իրականում խոսքն այստեղ զուտ ուշադրության մասին չէ։ Այս պարագայում մենք գործ ունենք կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաև կոնկրետ ուղեղի պարգևատրման համակարգի հետ։ Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդն իրեն վատ է զգում կամ ունի որոշակի ախտանշաններ։ Որպես կանոն միաժամանակ տեղի է ունենում հետևյալը։ Մտերիմները կամ ընտանիքի անդամները սկսում են խնամել, հոգ տանել, ինչի հետևանքով բարձրանում է օքսիտոցինը, կապի եւ անվտանգության հորմոնը։ Մյուս կողմից ճնշումը, սպասելիքները, պարտականությունները նվազում են, ինչն էլ իր հերթին բերում է սթրեսային հորմոնների նվազեցմանը։ Օրինակ, կորտիզոլի մակարդակը իջնում է։ Մարդն ուշադրություն է ստանում, հետևապես ակտիվանում է դոպամինային համակարգը։ Այսինքն ստացվում է մոտավորապես հետևյալը. ես ինձ լավ եմ զգում, երբ վատ եմ։ Չափազանց կարևոր մի նկատառում։ Հիվանդության երկրորդային շահը գիտակցված չէ։ Մարդ չի մտածում կայնինս մի հատ վատ ալնեմ, որ ինձ լավ նայեն։ Նման օրինակ վարքային սխեմաներն ամրապնդվում են սովորաբար փորձի միջոցով։ Հետևաբար թերապիայի գերխնդիրը հիվանդության երկրորդային շահի դեպքում պետք է լինի շահի այլընտրանքային ուղիների հայտնաբերումը։
Օրինակ, ինչպես հանգստանալ, ինչպես իրեն ապահով զգալ, ինչպես օգնել ինքն իրեն առանց հիվանդ լինելու։ Միայն այս դեպքում է հիվանդության երկրորդային շահը կորցնում իր նշանակությունը։ Հիվանդության երկրորդային շահն ունի նաև գոյաբանական ենթատեքստ եւ շոշափում է նաև ինքնության հետ կապված լրջագույն թեմաներ։ Այս կամ այն հիվանդությամբ կամ հոգեկան խնդրով տառապող բազմաթիվ անձինք հաճախ իրենց նույնացնում են սեփական կարգավիճակի հետ։ Դրանք սկսում են ապրել այնպես, ասես հենց խնդիրը իրենք լինեն։ Հաճախ կարելի է լսել նման արտահայտություններ, օրինակ, ես տագնապային մարդ եմ, ես սաղ կյանքս եմ սենց եղել, ինձ մոտ այդ ոչ էլ կփոխվի, ճակատից գրածը։ Երբ խնդիրը դառնում է ինքնության մաս, ապա թերապևտիկ ներգործություններին տուժածները արձագանքում են այնպես, ինչպես կարձագանքեին օրինակ ինքնության դեմ ուղղված սպառնալիքի։ Եվ այստեղ առաջանում է չափազանց կարևոր մի հարց, խորքային հարց. եթե ես էլ հիվանդ չեմ, բա էլ ով եմ։ Այս հարցը հաճախ ավելի է վախեցնում, քան բուն ախտանշանը կամ հիվանդությունը։ Մեկ այլ կարևոր նկատառում ևս. հիվանդության երկրորդային շահը որևէ դեպքում չպետք է շփոթել ախտանշանները կեղծելու սիմուլյացիայի կամ չափազանցման հետ։ Հիվանդության երկրորդային շահը դա կեղծում չէ, դա գիտակցված մանիպուլյացիա չէ, թուլություն կամ ծուլություն չէ, այլ հարմարվողական երևույթ, ինքնապաշտպանական մի հետաքրքիր մեխանիզմ, որը կարճաժամկետ պլանում գուցե աշխատող է, բայց երկարաժամկետ հեռանկարում ինքնակայքայիչ։ Իսկ հիմա մի փոքր տուժածների հարազատների համար։ Երբ մեզ համար սիրելի անձնավորությունը տառապում է այս կամ այն խնդրով, բնականաբար նորմալ է, որ մենք մղվենք օգնել, աջակցել կամ թեթևացնել վիճակը։ Սա ինչ խոսք մարդկային է։ Սակայն հնարավոր է պատահի նաև այնպես, որ լավ նկատառումներից ելնելով մենք անգիտակցաբար աչքը սարքելու տեղը ունքնել հետահանենք։ Հիմա տեսնենք, թե որ դեպքում եւ ինչպես խուսափել դրանից։ Որպես հարազատներ մենք պետք է հասկանանք հետևյալը. ախտանշանները հորինված չեն, տառապանքը իրական է, նույնիսկ եթե հոգեսոմատիկ գանգատները իրական ծանրաբեռնվածություն են հանդիսանում տուժողի համար։ Այսինքն, այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են օրինակ մի հատ հələ հավաքի քեզ, դու քեզ ինչ է եղել, որ հələ կան մարդիկ, որ իրենց ավելի վատ բան ա ելնում, ծպտումները մի հատ չի ելնում, կամ դրական մտածի, հենց որ դրական մտածես, սա լավ կլինի։ Այսպիսի արտահայտությունները հաճախ ավելի են սրում վիճակը եւ հանգեցնում նրան, որ տուժածը անցնում է խուլ պաշտպանության։ Երբեմն հարազատները ակամա կարող են խթանել այդ վիճակի պահպանումը հետևյալ կերպ։ Օրինակ, ամեն ինչ վերցնել իր վրա, անընդհատ հարցնել ախտանշանների մասին, օրինակ, հələ մի հատ ասա, այսօր ոնց ես, հոգապչուն մտքեր չունես, կամ չափազանց խնայել մարդուն, գերհոգատարությամբ վերաբերվել կամ խուսափել առերեսումներից ամեն գնով։ Այս ամենը իր մեջ կրում է թաքնված հետևյալ հաղորդագրությունը. դու լավ ես, եթե վատ ես։ Հավասարակշռվածություն կարեկցանքի եւ ակտիվացման միջև։ Նպատակը բնականաբար չէ ճնշում գործադրել, ստիպել կամ ասել «ադե հերիք եղավ էլի», այլ կարեկցանք, գումարած փոքր կամ դանդաղ քայլեր, աջակցություն, ինքնուրույնության խթանում։ Բնականաբար նաև հասկացում եւ ոգևորում։ Տրամաբանությունը հետևյալն է. ես տեսնում եմ, որ քեզ համար դժվար է, բայց նաև հավատում եմ, որ կարող ես փոքր քայլելով, բայց առաջ շարժվել։ Թույլ չտալ, որպեսզի հիվանդությունը գերակայի առօրյայում։ Եթե ամեն ինչ պատտվում է միայն հիվանդության շուրջ, խոսակցությունները, ուշադրությունները, օրվա ռեժիմը, հարաբերությունները, ապա հիվանդությունը սկսում է դառնալ ինքնության մաս։ Հարազատներն իհարկե կարող են օգնել, եթե խոսեն օրինակ նաև առօրյա կենցաղային թեմաներից։ Հիշեցնեն հետաքրքիր զբաղմունքների, հոբիների մասին, խոսեն իհարկե նաև ապագայի հետ կապված պլանների մասին եւ հիշեցնեն տվյալ մարդու ուժեղ կողմերը։ Իհարկե նաև հումորը նույնպես կարող է օգնել։ Այսինքն մենք սովորում ենք տեսնել մարդուն եւ ոչ միայն հիվանդին կամ ավելի ճիշտ ոչ թե հիվանդին։ Տուժածի հարազատները պետք է նաև հիշեն սեփական ինքնախնամքի մասին։ Հարգելի հարազատներ ջան, դուք եւս իրավունք ունեք հոգնելու, նյարդայնանալու, նաև օգնության կարիք զգալու։ Իհարկե նաև որոշ դեպքերում հստակ սահմաններ դնելու եւ ոչ ասելու։ Հիշեք,
օգնել չի նշանակում ամեն ինչ վերցնել իր վրա։ Տան գործերը, անելիքները ու ասել այ մարդ դու հանգիստ նստի տեղդ։ Մի հատ հանգիստ նստի տեղի ես ամեն ինչ քո համար կանեմ։ Օգնել նշանակում է նաև տվյալ անձին ուղեկցել իր առջև դրված խնդիրները լուծելիս։ Եվ այսպես, բուժումը վախեցնում է ոչ այն պատճառով, որ տվյալ անձը չի ցանկանում լավանալ, այլ որովհետև լավանալը ենթադրում է նաև դուրս գալ հիվանդի հարմարավետության գոտուց եւ վերստին սովորել ապրել առողջ ապրելակերպի բերած բոլոր անհարմարությունների հետ։ Ինչպես ասում է ժողովրդական հայտնի ասացվածքը, լացացնողիդ մոտ գնա։ Երբեմն այդ լացացնողը հոգեթերապևտն է։ Եվ միայն հոգեթերապիայի շրջանակներում մենք առերեսվում այն խնդիրների, այն իրողությունների հետ, որոնցից երկար ժամանակ գուցե փախել ենք։ Դե անչափ շնորհակալ եմ բոլորի տեսանյութը դիտելու համար, եթե հարցեր ունեք, ապա կարող եք թողնել դրանք մեկնաբանությունների հատվածում, կփորձեմ հնարավորինս արագ արձագանքել։ Իսկ եթե ցանկանում եք, որպեսզի հաճախ հանդիպենք YouTube-ում, ապա կարող եք սեղմել հավանել կոճակը, կիսվել տեսանյութով ձեր մտերիմների հետ եւ բաժանորդագրվելով իմ ալիքին։ Առողջ եղեք, կհանդիպենք շուտով։